Սուրբ Գևորգը որպես եկեղեցի, որպես Աստծո տուն, որպես պաշտամունքային կառույցը չի կորցնում իր գրավչությունը։ Նախնական ուսումնասիրությունների համաձայն եկեղեցին մոտավորապես 5-ից 7-րդ դարերում ամենայն հավանականությամբ հիմնադրվել, դա եմ վկայում թե շինարարության ոճը, թե ճարտարապետական ոճը, կառուցվածքը, ասենք, տեխնոլոգիաները եւ այլն։ Եկեղեցին գտնվում էր բավականին վատ վիճակում, ճիշտ արտաքինից ինքը նորմալ վիճակում էր երևում, սակայն այդ ջուրը, տանիքը արդեն վատ վիճակում էր եւ եկեղեցին հնարավոր է որ վնասվեր մի օր։ Իմացա, որ մեր գյուղի բնակիչ, մեր հայրենակից Նալբանդյան Նարեկը որոշել է վերականգնել եկեղեցին։ Մենք հիմնականում կատարում ենք վերականգնողական աշխատանքներ եկեղեցու վրա, աշխատելով պաշտպանել հին տեսքը, ոճը չկորցնել, քանի որ սա ահագին հին եկեղեցի է, ու մենք մեզ կարելի ասել շատ մեծ պատասխանատվությամբ եմ կատարում այս աշխատանքները, չվնասել եկեղեցու հին տեսքը, ինքան հնարավոր աշխատել որակի ամրության գործոն է մեր համար, ու մենք ոգևորված կարելի ասել ամբողջ բրիգադով փորձում ենք որ հնարավորինս առավելագույն ձևով ավարտենք աշխատանքները։ Սա մասշտաբային աշխատանք է, մեծ մասշտաբի եկեղեցի վերանորոգելը ամեն մարդու բան չի, էլի։ Բավականին լուրջ մեծ ներդրում պետք է անի այստեղ ու եկեղեցին վերականգնի։ Կարելի է շնորհակալություն հայտնել հովանավորից այս մեծ գործի հովանավորելու համար, շատ լավ մարդ է, շատ տրամադրված, համարյա ամեն օր է գալիս գործերը նայելու։ Մենք էլ մեր աշխատանքները փորձում ենք առավելագույն ձևով կատարել։ Այդքան բան։ Մեր պապերը, որ 7 ընտանիքով Բիթլիսից եկել են այստեղ 1876-ին հիմնանորոգել էին, հիմա երրորդ վերանորոգումն է։ Եթե գմբեթն էլ կարողանան վերանորոգել, շատ հաճելի գործ են անում, մեկ էլ սարքեն հանգարց Եվրո էլի։ Եկեղեցի վերանորոգելը դեռևս չի նշանակում միայն քարեր նորոգել։ Դա մեր պատմության հավատքի պահպանման կարևորագույն գործոնն է։ Աստված թող օրհնի մեր այս գեղեցիկ նախաձեռնության անմիջական մասնակիցներին եւ նրանք, ովքեր որ ունեն մասնակցություն վերանորոգման աշխատանքներում։ Իհարկե շատ շնորհակալ ենք եւ գյուղի անունից կարող եմ ասել եւ անձնական իմ անունից, թող այդ եկեղեցու դռները միշտ բաց լինի հայ ժողովրդի հավատացյալների առաջ եւ բոլորիս խմբավորի այնտեղ։ Ես լսել եմ, այո, որ վերանորոգում են ու միշտ գնում եմ եկեղեցի, մոմ եմ վառում, շատ հաճելի է ու լավ է, որ վերանորոգում են, ավելի ժողովուրդը լավ կգան։ Իսկապես մի 2-3 հազար տարվա պատմություն, հատակին որ նայում ես, որ ինքը նույնիսկ քրիստոնեությունից առաջ մեհյան այլել, որովհետև բնակատեղին շատ հին է, Կիկլոպյան դարաշրջանի բնակավայր է եղել ինքը ժամանակին։ Շնորհակալություն վերանորոգողին։ Շատ լավ է, որ եկեղեցին վերանորոգվում է, շատ ուրախ եմ, շատ սպասումով, որովհետև ուրախ կլինեմ, որ մասնակցեմ պատարակներին, ինչու ոչ, եթե մատուցվի պատարակներ այդտեղ, մեծ հպարտություն եմ, որ կառուցվում է, սիրով անհամբեր սպասում ենք, բոլոր համագյուղացիներս։ Իմ տեղեկություններով եկեղեցու շինարարական աշխատանքները պետք է ավարտեն տարվա վերջին։ Հույս ունեմ, որ անպայման այդպես էլ կլինի եւ մենք հաջորդ տարի կայցելենք արդեն վերանորոգված, նոր կյանք, նոր շունչ, նոր տես ստացած Սուրբ Գևորգ եկեղեցի։ Մարդիկ գնում են, ասենք ուրիշ եկեղեցիներում են հարսանիքներ, բաներ անում, պսակադրություն, ակնունք եւ այլն։ Մեր գյուղում կանեն, մենք ումից ենք վար։